Հովհաննես Պլուս վարդապետը ոտնլվայի արարողության մեջ մի հետաքրքիր ճառ ունի, սիրո ճառն է։ Ինքան գեղեցիկ խոսն է։ Ասում է, ես խոսում եմ սիրո մասին, Հովհաննես Պլուս վարդապետն է ասում։ Ես չեմ խոսում նյութական մարմնավոր սիրո մասին, այն սիրո մասին, որ Աստծուց է գալիս, որտեղ ով Աստծո սերն ունի, տալիս այդ սերը, բայց եթե չունես, դու ինչ տաս։ Մեր ընտանեկան դժբախտությունները ինչի պատճառով, բաժանումները ինչի պատճառով են լինում, որտեղ չունեն սեր, որ տան, ասում են, սերս դադարել, ասում են, չենք սիրում իրար, ինչու չեք սիրում, մինչև այդ սիրում եք, հիմա չեք սիրում, և մինչև եթե դուք չեք հասկանում սերն ինչա, ուրիշ բանի համար եք սիրում, և այդ ուրիշ բանը ցամաքեց, մարմինը, նյութը, աշխարհը, ցանկությունը, ցամաքեց սերն էր հետը ցամաքեց, ուրեմն դուք չեք սիրում, որ հիմա ուզում եք սիրել, խաբվում եք, ինքնախաբեության մեջ եք, սերը Աստծուց է, և սերը դու պիտի վաստակես անընդհատ, դու աղոթքով, ինքնազոհաբերությամբ, ճգնությամբ, բարին գործելով դու պիտի վաստակես այդ սերը, եթե սերը վաստակեցի, ուրեմն կարող ես փոխանցել, եթե չունես սեր, ինչ փոխանցես։ Դրա համար է մեր Տերն ասում ավելի լավ է տալ, քան առնել, որտեղ եթե դու տալիս ես, ուրեմն ունես, իսկ ունենալու համար պետք է աշխատել, հոգևոր լուրջ աշխատանք կատարել, աղոթքով, բարի գործերով, Աստված պաշտությամբ, առաքինություններով, և Աստված անպատասխան չի թողնի այդ քո աշխատանքն ու ճգնությունը, այդ քո սերը, որ մարդկանց հանդեպ ցույց ես տալիս, քեզ բազմապատիվ պիտի լցնի, և սա ավելի մեծ երանություն է, տալ, ոչ թե մարդկանցից առնել, այլ Աստծուց առնել, ավելի լավ է տալ և Աստծուց առնել, այսինքն ավելի գեղեցիկ է ձևաբերումը լինում, ավելի լավ է տալ, բայց մարդկանցից չէ, այլ Աստծուց առնել, ամեն